2026 թվականի հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվում է հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը։ Սևանի քաղաքային պանթեոն այցելեցին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Սևանի կրթամշակութային հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ, բազմաթիվ սևանցիներ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը, Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողուք մերոս պարտապանած, եւ մի տաներս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ևս խաղությանս Տեր աղաչես սոկ ընկալկեցո եւ օրմյա։ Օրնություն եւ փառք հոր եւ որդոքույ սրբո, այժմ գե միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրվա արդիվ ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ խոնարեցին զոհվածների հուշարձանին։ Հունվարի 27-ին ամբողջ Հայաստանի համայնքներում, բնակավայրերում համոզված են, որ այցելություններ են, հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր եղբայրների, քույրերի հիշատակին։ Գեղարքունիքի մարզում էլ միանշանակ կազմակերպվում է, նոր քիչ առաջ մարզպետի անմիջական մասնակցության մասնակցեցին Գավառում, նույն միջոցառմանը այստեղ Սևանում ես եմ այցելել, որտեղ միաժամանակ հնարավոր չի բոլոր տեղերը մարզպետը մասնակցի եւ եկանք մասնակցելու Սևան համայնքի պանթեոնում Աստված խաղաղ պայմաններում ապրենք եւ մեր հայրենիքի պաշտպանները խաղաղ ծառայեն։ Ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ նաեւ Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղադրված հուշաքարի մոտ։ Այսօր ոգեկոչման ու խոնարհումի օր է։ Բոլոր ժամանակներում հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր հայրենիների հայրենիքի պաշտպանության վեհ գործին զինվորագրվածների հիշատակը հարգելու օր։ Նրանք գնացին դեպի հավերժություն, նրանք ընկան, որ ապրի երկիրը, նրանք զոհվեցին, որ կյանք արարվի, ու հիմա էլ երկնքից հսկում են մեր սահմանները, որ խաղաղ լինեն բացվող արշալույսները։ Պսակադրման, ծաղիկների խոնարհման եւ ոգեկոչման արարողակարգեր տեղի ունեցան նաեւ Սևան համայնքի բնակավայրերի հուշահամալիրներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների շիրիմներին։ Մեր խոնարհումը հայ ժողովրդի նվիրալ զավակների անմահ հիշատակին, հավերժ փառք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի ընկած ու հերոսացած բոլոր հայրենիներին։ Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ընդունել է Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի լրացումը, այն է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր նշվում է հունվարի 27-ին ոչ աշխատանքային օր։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի S1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։